ինչու համար են հրապարակում, ես պասատղտեր ներկայացնում են, չէ, այդ դրա համար, որ ինքը ասում է, ես մեղք չեմ։ Իրենց փրկում են եւ պատասխանատվությունը տեղափոխում նախկինների։ Դրանք պիտի իրենց մաքրվեն, ասեն մենք չենք, մենք ինչ կապ ունենք, տենում եք մեջև մեզ հանձնել են, բան են արել։ Նայեք, ես վերջից սկսեմ, այդ 19 թվի, որ դրանք հրապարակել են ինչ-որ առաջարկություն է եղել, հա, բայց ինքը չի ասում, ինքը ինչ պատասխան է տվել։ Դուք լսել եք, որ ինքը դրա մասին, այո, դրա մասին չկա, բայց նայեք, այդ վերջի 19 թվի վատ պակետը չի։ Ընդ որում ասում են դրանով Արցախը մնում էր, Արցախը փրկվում էր, ամենալավագույն։ Այնտեղ վերջում ոչ թե 6 շրջան ենք հասնում, այ 5։ Վերջում կառավարչարը էլ ամնում էր մոտ։ Ու ինքը չի հասկանում, որ ինչ է նշանակում հետաձգվան կարգավիճակը, այդ ինչ է նշանակում։ Եթե համաշխարհային ստատուսն է, համաշխարհային կարգավիճակն է ստեղծվում, այսինքն եթե Միսկի համանախագահների խմբի համանախագահներ ասում են այս առաջարկությունն է, մենք դեր ենք կաղնում, այսինքն դա ինչ է նշանակում։ Ինչ որ մի հատ պաստատուղթ են ստորագրում, ասում են 5 շրջան, մենք էլ դեր ենք կաղնում, որ ուշ իրավունքությունս օգտագործես այլևս, եթե կօգտագործես, մենք էլ կօգտագործենք քու դեմ, մենք կես կստիպենք խաղաղության գնալու։ Այդ առաջինը։ Երկրորդը, եթե դու կարգավիճակը հետաձգվում ես, խոսքունակ միջև չպայմանավորվեք, ոնց է ստացվում, այսինքն համաշխարհային կարգավիճակն է ստացվում։ Ասում են հետո, մի 50 տարից հետո, 100 տարից հետո, չգիտեմ, 20-30, բայց այդ արդեն всё, այդ կարանք հաշվենք, գրել պատերազմը երկար տարիներ չի լինելու։ Մենք էլ չգիտենք Նիկոլ Փաշինյանը ինչ պատասխան է տվել իրանց։ Նայեք, 10 առաջարկությունից 9 բացի այն բանից, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Գուկասյանը համաձայն են եղել, առաջարկել են, որ այդ կոչումը ընդհանուր տուն կամ ինչ-որ sense կոնֆեդերացիայի բանով, որ Ղարաբաղը մնում Ադրբեջանի տարածքում, բայց ավելի մեծ կարգավիճակ է ստացվում ու Արկադի Գուկասյան եւ Ռոբերտ Քոչարյան համաձայն են եղել այս կոնֆեդերացիայի ստատուսով։ Այսինքն որ Ադրբեջանի կազմում են общий дом, որ ասում են, ընդհանուր տունը, այդ Ռոբերտ Քոչարյանն առաջարկություն ա եղել, Ալիևը հրաժարվեց այս բանից։ Մնացածը 9 բանը առաջարկություններ, ինչ որ կապված մադրիդային պրինցիպներ, սկզբունքներին, հետո Կազանսկի սկզբունքներին բան, դեռ լրիվ ուրիշ բաներ է։ Վերջում որ այս բանը եղել մադրիդյան սկզբունքների հիմքերը ստեղծել են Կազանում, չէ՞, մենք արել են այո, Կազանյանը բան հանդիպել են։ Վերջի մոմենտում սեր համաձայն է, դրանք լավ առաջարկություններ ա եղել, այսինքն մենք շրջանները հասնում ենք Լաչինը մնում է, կառավարչարը բանակցությունների Ղարաբաղը մնում է, իրան կարգավիճակը հետաձգվում է։ Մի մոմենտը բան, Ալիևը համաձայնվեց, հետո վերջի մոմենտում հրաժարվեց։ Սերժ Սարգսյանն համաձայն է եղել։ Սենց չէ որ Նիկոլ Փաշինյանը ասում է Ղարաբաղը հասնում եք, 5 շրջան կամ 6 շրջան որ դու հասնում ես, չի նշանակում, որ Ղարաբաղը հասնում են։ Հիմա ժողովուրդը պիտի հասկանա։ Այն ժամանակ ոչ թե մենք այդ 7 շրջանը որ եղել է մեր ձերքում, սենսնես պրոստը մեր հավասի համար վերցրել ենք։ Իմանալու որ բանակցություններ լինելու է, շուտ ուշ լինելու է բանակցություններ։ Այդ բանակցությունների մենք գնալու ենք։ Բայց որ դու գնում ես բանակցությունների, դու պիտի այս կոզերներ պիտի ձերքի մեջ ունենաս։ Խոսքի օրինակ դու ասում ես ես այս կամ տալիս եմ, այս բանը ստանում եմ։ Արցախի համար է եղել այդ 7 շրջանը։ Բացի դրանից, որ դա ավանդանկության գիծն է եղել։ Նույն ժամանակ մտածել ենք այն ժամանակ, որ օրագալի որ մենք սկսել ենք բանակցություններ։ Ինչ ենք առաջարկում ադրբեջանցիներին, ասում են կամ 5 կամ 6 շրջան ես վերցնում, Ղարաբաղը կամ ճանաչում ես կամ իրան կարգավիճակը հետաձգում ենք։
ու այս բանով միշտ բանոցներ այս գիծով է եղել։ Բայց եթե մենք հիշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյան 97 թվին առաջարկեց այս գաղափարներ, որ որոշել են 3 պետությունը Ֆրանսիան, Ռուսաստան եւ Միացյալ Նահանգներ Մինսկի համախմբի նախագահներ առաջարկել են, որ Ալիևը, Գեյդար Ալիևը եւ Լևոն Տեր-Պետրոսյան ստորագրում են հաղորդության պայմանագիրը։ Ալիևը այնտեղ նույն կետնա ստորագրում, որ իրավունք ունի ուժ օգտագործել, բայց դեռ մի հատ հետաքրքիր մոմենտ է եղել։ Ղարաբաղը ճանաչում է որպես մոդերատոր, այսինքն համաշխարհային բան է ստացվում, կարգավիճակն է ստացվում։ Դեռ նշած է, եթե Հայաստան ու Ադրբեջանը բանակցում են, վերջում Ղարաբաղը նայում է, որ դուր չի գալի, եթե Ղարաբաղը ասում է չէ, ուրեմն չէ է։ Այսինքն վճռորոշ ձայնը եղել է Ղարաբաղին։ Վերջի ձայնը Արցախի ձայնը։ Բացի դրանից, սկզբից եղել է 6 շրջան մենք տալիս ենք, Լաչինը մնում է մեր մոտ, ու այս կարգավիճակը մենք պահում ենք տարիներով, բայց Ադրբեջան վիզա վերցնում, որ գարանտականում ես ուժ չեմ օգտագործելու, նույն ոչ թե Մինսկի համախմբի նախագահներ ասում են, նայ, մենք կողքը կանգնացենք, մենք մտնում ենք խաղապահ զորքերով Ղարաբաղ, Ադրբեջան 20 կիլոմետր իրան զորքը հետ է քաշում, պատկերացնում եք, իրան բանակիչներ վերադառնում են նորից, այս Զանգելան, Կուբատլի, ու նեղ բան նշած է եղել, 1000 հոգիրա մի հատ ոստիկան, այնը ատրճանակով, ուրիշ զենք չունենա, այսինքն եթե դաժե մի 300,000 բնակիչներ վերադառնում են, դառնում է մոտորապես, ասեմ, 300 ոստիկան, ինչ վտանգ կա դրա մեջ, չէ, բայց վերջում շանս է եղել, որ պայմանավորվենք կառավարել է մնում մեր մոտ, բայց Լաչինը հաստատ, կա ու կա, բացի դրանից, ՄԱԿ-ում անվտանգության խորհրդում այդ պետությունները էլ տալիս են, ապահովում են, որ տալիս են գարանտիան, եթե Ադրբեջանը փորձելու է ուժ օգտագործել, դրանք խառնվում են ուժով։ Էդի կարանք համարվեք, որ Գեյդար Ալիևը պատրաստ է եղել կոպիտուլյացիան ստորագրի։ Էդի կոպիտուլյացիա է։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան ու ուրիշներ դեմ են եղել։ Ասում են չէ, գնա իրանց ասա, մենք ուժեղ ենք, դու մեզ ճանաչեն, լրիվ այդ 7 շրջանով, բանով, ամեն ինչով։ Նախագահն ասում է, լսեք, ես ում գնամ ասեմ, որ դու ուժեղ ես, սենց ուժեղ տղերք եք, ում ասեմ, Միացյալ Նահանգներին պիտի ասեմ, Ֆրանսային ասեմ, ռուսներին ասեմ, որ Ռոբերտ Քոչարյան ուժեղ տղա է, ասում է ճանաչի մեզ։ Ու դրանք իմանալով, որ ժողովուրդը նայ, ու սկսել են լրիվ ուրիշ պրոպագանդան անել, իբրև դավաճանությունն հասնում են։ Հանձնելու բան չկա, դավաճանություն էլ չի եղել։ Այսինքն, եթե մենք 5-6 շրջան ենք տալիս, Լաչինը մնում է մեծ մոտ, խաղապահ զորքերը դրսի, ոչ թե Ռուսաստանն է։ Դա առաջի փուլում էր, խաղապահ զորքերը առաջին։ 97 մտնում են ու Ալիևը տալիս է գարանտիան, որ չի արձակվելու, ու չմոռանալու բան, դա շատ մեծ բան է, մանավանդ զորքը քաշում է 20 կիլոմետրից ավել։ Այսինքն ընդդեղից դավալ, դրանք օգտագործել են այս առաջարկությունը։ Ովքեր դրանք։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան դրանք։ Մի մոմենտի Վազգեն Սարգսյանն էր միացել, հետո փոշմանեց, բայց արդեն որ հասկացել է ինչ ա եղել, շատ ուշ ա եղել։ Սկսել են օգտագործել այս իրավիճակը, ամեն ինչ արել են, որ նախագահ տվել է հրաժարական։ Ասես տղայեք գնացեք պայեք, տղերք եք գնացեք պայեք էդի տրամա։ Խոսքը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին է։ Այո, նայեք, իշխանություն վերցնելու համար, այ
սա այդ սկզբունքներ ջարդփուշուր են արել ու այն վարկյանից Հայաստան սկսել է գտնվել շատ վտանգի տակ, շատ, որովհետև եթե դուք մեծ պետություններին, որ առաջարկություն են անում, ու վատ առաջարկություն չի, դու ասում ես չէ, պարզասերեն դե եթե չէ, դե լավ, գնաց կպայես, եթե կկարաս, ու դրանք չեն պայել, հետո երկրորդ կատաստրոֆիկ քայլ, երբ Ռոբերտ Քոչարյան բանակցություններից Արցախին հանում է, Արկադի Գուկասյան միշտ փայկարել է, որ երկար, այսքան երկար չէ, բայց փայկարեց, փորձեց փայկարեց, որ ասում է չէ, Ռոբերտ Քոչարյանն ասում է, եթե դու ասելու ես չէ, ես այնք հայտարարեմ, որ դու պատերազմ ես ուզում։ Ու Արկադի Գուկասյան համաձայնում է, ու դուրս է գալի, ու ասում է, ես այս լիազորությունը տալիս եմ Հայաստանին։ Այդ երկրորդ սպանությունն է եղել Հայաստանին, երկրորդ։ Դրանով ավարտում ենք, էցի ինչ որ եղել է այդ մեր իշխանությունը սարքեց Ռոբերտ Քոչարյանի։ Այսինքն դուք էլ եք համամիտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Հայաստանը թակարդի մեջ են գցել եւ դա մի վարքան։ Հետո այ մոտենում եմ ամենակարևոր ոչ թե թեզեսներ, այ գաղափարներին, որ մենք պիտի հասկանանք ինչ ա եղել ու ոնց ա եղել այդ ամեն ինչը։ Դրանից հետո, որ այդ բանակցությունները սկսել են արդեն։ Ես նորից ասում եմ, 10-ից 9 եղել է մեր օգտին։ 10-ը 9 եղել է մեր օգտին։ Երբեք չեն խոսացել, որ Ղարաբաղը հանձնվում է ադրբեջանցիներին ու Ղարաբաղը մնում է իրանց կազմի մեջ։ Միշտ նշել են, որ կարգավիճակը հետաձգում ենք։ Սկսենք այն վերջի Կազանյան գաղափարներից, որ մադրիդյան սկզբունքներում այդ հիմքն է, դեղ ինչ են ասում, ասում են նույն բանը, հաղապաղ զորքերի մասին, Ադրբեջան ուժը չի կերարում, Եվրոպան, Ռուսաստան, Ամերիկան տեր են կաղնում ու թույլ չեն տալի, որ ինչ-որ մեկը արձակի Ղարաբաղը իրան։ Հիմա ամենակարևոր ու ամենագլխավոր ինչ-որ ես պիտի ասեմ։ Այս վերջի պրինցիպների, Կազանյան պրինցիպների, որ սկզբունքներ, որ Սերժ Սարգսյան պատրաստ է եղել ստորագրել եւ սկզբից Ալիևը համաձայն է եղել, վերջում Իլհամ Ալիևը հրաժարվում է։ Ստե հարց առաջան, ինչու։ Հիմա ես ձեզ ասեմ, իրոք Ռուսաստանն է ուզեցել, որ Հայաստան ու Ադրբեջան հարցը կարգավորում են։ Ես ձեզ ասում եմ, վստահաբար չէ։ Դուք լինեք վարչապետ կամ նախագահ, ես լինեի վարչապետ կամ նախագահ։ Եթե ես կգայի կասի նախագահներին, միտքի համախմբի նախագահներին ասեմ, որ գիտեք, ես պատրաստ եմ ստորագրել, հենց հիմա, գրիչ տվեք ստորագրում եմ, հենց հիմա, ես կասեմ, հարա մի վարկյան սպասի, հարա սպասի մի հատ խոսանք նայենք, ով ինչու համար, հարա նյուանսներ կա, նուրբություններ կան մեջը, Ռուսաստան կխանգարի, կասե Ալիևին է, աղբեր ուր ես բանալում, ինչու ոչ մեկին ձեռնատու չի եղել։ Այսինքն ավելի սենց ասեմ, նշեմ, որ Ռուսաստանի համար դա շատ վտանգավոր քայլ է եղել։ Հիմա պատկերացրեք Հայաստան եւ Ադրբեջան ստորագրում են 50 տարվա համար այս բանը խաղաղության պայմանագիրը։ Խոսք օրինակ Ալիևը գժվեց, ասեց համաձայն եմ Ղարաբաղի կարգավիճակը հետաձգում ենք, համաձայն եմ զորքը 20 կիլոմետր հետ եմ քաշվում, գալիս Հայաստանից ստորագրում են, ու всё, հարցը փակում է, չէ՞։ Դրանից հետո Ռուսաստանը իրան գործիքները կորցնում է։ Չի կարող հանձնել ոչ Հայաստանը իր, ոչ ադրբեջանցիները իր, չէ՞։
հետագայում պարզ չի լինելու, ինչու համար այդ գործիքը պետք է լինի, այդ գործիքը։ Ուրեմն այս պատերազմը, որ եղել է 20 թվականին, հիմա պատկերացրեք, եթե մենք Ղարաբաղի հետ կապված հարցերը մենք ստորագրում ենք, լավ, խոսք գնանք դեռ միայն Ղարաբաղի մասին ենք, չէ՞ ստորագրում, всё, ուրիշ բան չկա։ Բայց հիմնական հարցը Ղարաբաղը չի եղել։ Ոնց որ 99 թվում, որ Կարեն Ջեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը սպանել են։ Հիմա որ հիմա տեզեսներ են գցում այդ ռոպագանդայի մեջ, իբրև վախեցել են, որ Կարեն Ջեմիրճյանը կարող է դառնալ նախագահ բաման, դրա համար են սպանել, չէ։ Զուտ Հարավային Հայաստանի հետ կապված։ Մեղրի հետ կապված։ Նույնիսկ տեղ հիմա պատկերացրեք, մենք ստորագրում ենք, բայց ասել են, բեզի պետքա որ այդ ճանապարհները էլ բացվի։ Մենք էլ ասում ենք, ինչու՞ համար մենք չենք բացում։ Չեն կարան ստիպեն։ Այսինքն գործիք էլ չկա որ կարան ստիպեն։ Ով պիտի մեզ պիտի պայտարած հայտարարեն, արդեն սա ստորագրել են։ Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, Ռուսաստանը ստորագրում են։ Հապաղ զորքեր պիտի մտնեն Ադրբեջան, բայց ռուսը կտողի որ ֆրանսիացիք եւ ամերիկացիք իրանց զորքերի մտնեն հարավային Կովկասը։ Իհարկե ոչ։ Բայց արդեն պլանավորված է եղել պատերազմ Ուկրաինայի դեմ 14 թվականից արդեն պլանները մշակել են։ Ռուսները հասկացել են, որ եթե դրանք պատերազմ են սկսում, Եվրոպայի սահմանը փակվում է, մնում է մի հատ գիծ, երկու գիծ է։ Միջինասիան եւ Չինաստան։ Ու պարզա դեղել երրորդ բանը Հնդկաստան։ Ու դրանք հասկանում են, եթե դրանք այդ նավթ, գազ, դրանք ուրիշ բան ծախելու բան չունեն, չէ՞, մենակ առնում են, ծախելու բան էլ չունեն։ Կարան փետ ծախեն, ծարեր այդ մետալներ են ծախում, ոսկի, բրիլյանտներ են ծախում, տարբեր ինչ որ հողը տալիս է ծախում են, ուրիշ բան չեն արտադրում, չկա Ռուսաստանում։ Դրանք հասկանում են։ Օկտոբեր են այդ Չինաստանը եւ Հնդկաստանը, ասել են չէ, այդ գինոյը մեզ հետաքրքիր չի, չէ, գնա Եվրոպա, Եվրոպան էլ փագա։ Դրա համար իրաց այս ճանապարհը պետք է եղել, որ այս մենք սահման ենք բացում Թուրքիայի հետ, ինք այդ սանկցիան անցնելու է։ Միջև հիմա, ինչ որ մենք ասում ենք այդ ճանապարհը բացում ենք, այդ որ ասում ենք Տրամպի ճանապարհ, Տրամպը նայեք, ինքը ոչնչացնում է հիմա Ուկրաինային։ Մահաբերիա բերում, նայեք։ Տրամպը ռուսների համար Ուկրաինային ոչնչացնում է։ Իրանց համար, գիտեք այդ մեր համար են ճանապարհ բացում, չէ։ Ալյասկային պայմանավորել են այդ հարավային Կովկասի հետ կապված, Կովկասի հետ։ 97 կետն է։ Էսի Տրամպի ճանապարհը այդ 97 կետն է։ Որ Ռուսաստանը կարա հանգիստ շնչի, որովհետև ամերիկացիք էլ հասկանում են, որ պատերազմը երկար է տևելու այլ Ուկրաինայում։ Իսկ ռուսները պիտի շնչեն տնտեսությունը։ Հիմա դրա համար ես ասում եմ, Սերժ Սարգսյանն, թեկուզ Նիկոլ Փաշինյանը գնանք ասեն, որ վաղը հենց հիմա ստորագրում եմ, պատրաստ եմ, էս անեմ, այն անեմ, Ռուսաստանում մի հատ պատճառ կբռնեն, ամեն ինչը կանեն, որ չէ։ Հնարավոր չի ստորագրել, միջև պատերազմը չլինի, պատերազմը ստացավ։